Դիմություն sense գալիս գնում գալիս։ Գրանցվում դուրս են։ Վարչապետ գրանցվում են, որ Երկրորդ օրն է ընդդիմադիրների աթոռները դատարկեն։ Նրանք խորհրդանում են, բայց չեն մասնակցում կառավարության ծրագրի կատարողականի քննարկմանն ու վարչապետի հետ հարց պատասխանին։ Ներկա ստանալու եւ դահլիճը լքելու ընդդիմադիրների պահվածքից Փաշինյանը չի սրտնեղել։ Հակառակը տրամադրությունն ավելի է բարձրացել։ Ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երկը ունի, սենց ստեյց մտնում են դուրս են գալիս, մտնում են դուրս են գալիս։ Ընդդիմության միուց ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, եւ չեք խանգարում դուք ընդհանրապես եկեք գրանցվեք գնացեք։ Շատ լավ։ Պարոն վարչապետ։ Վարկմարկ կունենաք փակելու բան, չգիտեմ։ Կարող է բենզինը թանկացած լինի, չեմ ասում գնաճի մասին եք խոսում։ Վերջին 2 ամիսն է մնացել, հա։ Միջանցքում Արմեն Ռուստամյանը պարզաբանում է, թե ինչու են բոյկոտել նիստն ու չեն ցանկանում հարցեր ուղղել Փաշինյանին։ Մենք ունեցել ենք երբևէ մի վարչապետ, որ այսքան փողոցային բառապաշարով ընդհանրապես խոսի։ Բայց փողոցային բառապաշարը անընդհատ գալ լսելը, ասում են իրեն հարգող մարդ իսկապես այս փողոցային միջավայրում չի ուզում գտնվի։ Ոչ ոք չի ուզում այս փողոցային։ Դե նաև դրա համար, այո, բայց փողոցային միջավայրը լավ ինչքան կարելի է։ Դե 5 տարի զզվել ենք էլի։ Չեք տեսնում, մեկին 3 ժամկետի իմաստով առավելություն ունի հարց ու պատասխանի ժամանակ կառավարությունը։ Դու մի խոսք ես ասում, ինքը այդ խոսքի 3 անգամ ավել ժամանակ ունի պատասխանելու, դրան էլ չի պատասխանում, ուրիշ բանի է պատասխանում։ Ագոնե դրան պատասխանի կասես ջայնամը գյոռ է, բայց ուրիշ բանի է պատասխանում։ Հաջորդ հարցը տալիս են այդ նույն հարցի պատասխանի հերքող այլ հակասող պատասխան է տալի։ Մարդը օրվա մեջ 10-15 անգամ ինքն իրան հերքում է։ Վերջին 5 տարվա ամենակարևոր ձեռքբերումը խաղաղությունն է համարում Փաշինյանը։ Քաղաքացիների հետ ամենօրյա շփումների ժամանակ մեկ արձանագրում է արել։ Քաղաքացիները խաղաղությունը ավելի շատ են զգում, քան մենք նույնիսկ սպասում էինք։ Խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն եւ հոգեպես, որովհետեւ մի ձևի հանդարտություն կա հանրապետությունում։ Այս ամեր փոխպատյա մանդատի սիմվոլը 2021-ին պողպատե մանդատով երկրում կարգ ու կանոն հաստատելու խոստումով եւ մուրճը ձեռքին վերընտրված Փաշինյանն այս ընտրություններին ընդառաջ եւս դժգոհում է արդարությունից ու արդարադատությունից։ Իսկ թե ինչու կառավարման 8 տարիների ընթացքում չկարողացավ լուծել հարցը, այսպես է պատճառաբանում։ Այսօր մենք արդարադատության ոլորտում ունենք լուրջ խնդիրներ եւ ես երեք փափուկ ասեցի, բայց կարամ ավելի պինդ ասեմ, որ շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում եւ այդ մաֆիան իր մետաստազները ունի բոլոր տեղերում։ Այդ մաֆիան իր մետաստազները ունի ազգային ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր տեղերում։ Եվ մենք պետք է այդ բանից վիրահատական ճանապարհներով արդեն այսքան բանը քիմիոթերապիան այլևս էֆեկտ չի տալի, որովհետև խայտարակությունը այսօր Հայաստանում արդարադատության համակարգում այն ինչ որ տեղի է ունենում։ Ինչի միջև հիմա մենք սա չենք կարելի, որովհետև դա առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չի։ Սահմանադրության մեջ գրված է այն ինչ որ այսօր իրականացվում է դատարական համակարգի նկատմամբ։ Այսինքն սահմանադրությունն է մեղավոր, որ այսօր դատավորները կատարում են քաղաքական պատվերներ։ Գրեթե 90%-անոց կոնտրոլ այսօր ունի գործադիր իշխանությունը դատական իշխանության նկատմամբ, սա ում համար պարզ չի։ Նոր սահմանադրության փոփոխության պահանջը, ինչքան էլ ինքը փորձի դա տեղափոխել այլ դաշտ, գալիս է Բաքվից։ Սա կատարելը պիքողարկեն, որ իբր առաջացել են եսի ինչ պատճառներ եւ այլ արդարադատություն եւ այլ։ Ինչ արդարադատություն։ Արդարադատությունը միակողմանի իրականացվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Փաշինյանն ասում է 21 թվականին ՔՊ-ն պսևդո-դաշնակցական ծրագրով է գնացել ընտրության։ Հիմա պողպատե մանդատը փոխարինելու է խաղաղության մանդատով։ Ընդմիջումից հետո քվեարկությանը մասնակցելու համար ընդդիմությունը վերադարձավ դահլիճ։ Փաշինյանն արդեն ոչ թե ամբիոնի մոտ էր, այլ իր տեղում, հեռախոսը ձեռքին։ Երեկվանից խորհրդանում կառավարության զեկույցն են քննարկում, ընդդիմությունը չկա, բայց այսօր եկել են քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն։ Պատկերացնում եք։ Վարչապետի տեսանկարահանումից հետո իշխանական պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով հարցեր ուղղեցին ընդդիմադիրներին։ Սելայնակիցներ, քիչ առաջ դուք տեսաք ինչպես են SMS-ներով հրահանգներ իջեցվում։ Կոնեն պատկերացումը դա էր։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը
հեռախոսով նկարում էր դալիճի այս մասը եւ այդ նկարելուց հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես ուրիշի գրագրությունը չեմ նայում, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, որ չեք նայում, ո՞նց է գնահատականներ հնչեցնում։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։